Բարև ձեզ, եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը բլոգեր Գևորգ Հարությունյանն է։ Բարև ձեզ, Գևորգ։ Ողջույն Անահիտ ջան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հաղորդմանս մասնակցել։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Վստահ եմ հետաքրքիր զրույց ենք ունենալու, սա հեռուստատեսային տարբերակով ձեր առաջին հարցազրույցն է։ Այո։ Գևորգ, շատերին կհետաքրքրի, թե ինչպես եղավ մտահղացումը բլոգերությամբ զբաղվելու, ուզում եմ վերադառնանք այդ շրջան, ինչպես եղավ առաջին քայլերը։ Դե առաջին քայլերը ասենց շուտվանից ուզում էի բլոգերությամբ զբաղվել, բայց ոնց որ հարմար չէր լինում, ինչ-որ բաներ միշտ խանգարում էր, ուղղակի մի օր տունը նստած որոշեցի, որ չէ, այսօր այդ օրն է, պետքա դու անես այդ ու ուղղակի մի հատ սովորական վիդեո տեղադրեցի ու նախնական ես որոշել էի, որ այդ վիդեոն թողնելու եմ ընդամենը 2 ժամով, եթե արձագանքները չլինեն, բացարձակ արձագանք չլինի կամ դրական արձագանք չլինի, ջնջելու եմ ու վերջացնեմ, զուտ փորձելու համար։ 2 ժամը անցավ, զգացի, որ չէ, դիտումները ոնց որ ավելանում է առաջին վիդեոյի, ասացի լավ, հələ թողեմ մինչև երեկո մնա, մինչև երեկո էլ ավելի գնաց վիդեոն, արդեն ուշ ժամերի էր, հասկացա, որ չէ, ստացվում է, մտածեցի, որ թողնեմ մինչև վաղը մնա։ Հաջորդ օրն էլ արդեն հասկացա, որ չէ, այս վիդեոն գնաց, ասի, էտա ուրեմն ստացվեց։ Երկրորդ վիդեոն նկարեցի, երկրորդը էլ ավելի գնաց ու տենց երրորդ, չորրորդ ու ես էլ չհասկացա ոնց, սենց մի անգամից այդ հաջողությունը եղավ էլի։ Գևորգ, դուք ընդունվել եք Թատերական ինստիտուտ, սակայն կես ճանապարհից հետ եք կանգնել։ Սա կարծում եմ եւս կհետաքրքրի ձեր հետևորդներին, ինչն էր պատճառը, որ հասկացաք, որ Թատերական ինստիտուտը ձեզ չի տալու այն, ինչ պետք է, եւ հետ կանգնեցիք։ Դե ինստիտուտից առաջ ես սովորել եմ քոլեջում, հենց դերասանական բաժնում 4 տարի սովորել եմ։ Արդեն բավարար ոնց որ փորձ ու գիտելիք ունեի, բայց ուզում էի ոնց որ վերջնական թերի մասնագիտական ուսուցում չստանալու համար բարձրագույնն էլ ունենամ։ Տվեցի ինստիտուտ, ընդունվեցի, հետո գնացի բանակ, հետ գալուց հետո արդեն առաջի կուրսը մինչև վերջ չշարունակեցի, առաջի կուրսի արդեն վերջին ամիսներից դուրս եկա, հասկացա, որ ավարտեմ էլ մեկը անելու եմ այն աշխատանքը, այն գործը, ինչ որ այդ պահին էլ կարայի անեի ու զուտ շարունակել իմ համար անիմաստ տարիների կորուստ էր։ Ես տենց էի համարում, այլ չունեի էլ ինտեղ ոնց որ ստանալու ավելին, չգիտեմ։ Ինչ որ առումով չեք կարծում, որ սա մեծամտություն կարող է, ինչ է։ Չէ, մեծամտություն չէ, հիմնականում չգիտեմ, տենց զգում եմ էլի, որ իմաստ չունի, զուտ իմ մեջ զգում եմ, որ իմաստ չունի։ Շատ մարդիկ հա մինչև վերջ գնացին ու թատերականը այս պահին պատրաստում է իմ մտածելով թատրոնի դերասաններ, իսկ ես իմ հետագան թատրոնում չէի տեսնում, ես ավելի շատ կինոյի կողմ էի ուզում գնալ ու հասկանում եմ, որ իմ ստացած կրթությունը ինձ տանելու է դեպի թատրոն, իսկ ես քանի որ չէի ուզում դեպի թատրոն գնալ, որոշեցի, որ չէ, իմաստ չկա։ Շատ դեպքերում, երբ դերասաններին բաժանում են ճամբարների, հա, այսպես ասեմ, մի մասը նշում է, որ եթե Թատերական ինստիտուտը չի ավարտել, չի կարող համարվել դերասան, հա, մյուս մասը նշում է, որ դերասան պարզապես ծնվում է իր տաղանդով եւ որևէ ինստիտուտ որակում չի տալիս։ Որ կարծիքի հետ եք համաձայն։ Ես հենց իմ բլոգում ես ինձ չեմ համարում դերասան, որովհետև ես այդ դիպլոմը չունեմ։ Ես զուտ մանկուց էլ ինձ ասել են, որ այդ դերասանականը ունես քո մեջ ու ես որոշեցի զուտ կողքից էլ մասնագիտական կրթությունը ստանամ ու կդառնամ մինչև վերջ դերասան թե չէ, այդ արդեն իմ որոշելունը չի, զուտ մարդկանց կարծիքը ամեն ինչ ասում է, ես այս պահին բլոգերությամբ զբաղվելով էլ, ես հենց իմ բլոգի բիոյում գրել եմ, որ տենց էլ դերասան չդառած տղա, որովհետև տենց էլ ես մինչև վերջ չգնացի, բայց մարդիկ ինձ համարում են դերասան, անընդհատ կոմենտները, որ կարդում եմ դու դերասան ես եւ այլն եւ այլն։ Այդ մարդիկ պետք է ասեն, ես դերասան եմ թե չէ, ես ինչ չեմ կարող ասեմ, ես դերասան եմ։ Այսօր շատ են բլոգերները, մեկը մյուսի հետևից արթնանում ու սնկի պես աճում են նրանք, մի մասի մոտ ստացվում է, մյուս մասի մոտ այդպես էլ անհաջող շարունակվում է։ Ես նկատեցի, որ ձեր բիոյում նաև նշված էր, որ գնում եք դեպի հայտնիության ճանապարհով։ Իրական որքանով է դա ձեզ մոտ ստացվում, ըստ ձեզ, եւ ուզում եմ խոսենք նաեւ թիրախավորվելու մասին, շատ դժվար է լինել բլոգեր,
մարմնավորել այն կերպարները, որոնք որ օրինակ դուք եք մարմնավորում եւ չթիրախավորվել։ Օրինակ նկատեցի նաեւ ձեր վերջին story-ին, որտեղ խոսել էիք եւ պարզաբանել էիք, որ դուք չեք փորձել ձեռք առնել այդ հետեւյալ կնոջը։ Ուզում եմ մի փոքր բացենք փակագծերը։ Մի անգամից 3 հատ հարց տվեցի։ Ուսամ կհիշեք եւ կպատասխանեմ։ Սկսեմ վերջից, մնացածը ընթացքում կհիշեմ, կպատասխանեմ, հենց այսօրվա այդ վիդեոյի հետ կապված մարդիկ սխալ հասկացան, մտածում էին, գրում էին կոմենտներ, կարդում են, որ փորձում եք ձեռ առնել նման սոցիալական վիճակում գտնվող մարդկանց, բայց չէ, ես բնավ չէի ուզում ձեռք առնել, զուտ ուզում եմ ներկայացնեմ, աչք փակելով չի, երբ որ մենք չենք խոսում նման մարդկանց մասին, չի նշանակում իրանք չկան կամ իրանց պետքա կոծկել, պահել, թաքցնել, չէ, մեր կողքին կան շատ նման մարդիկ, ովքեր բացի սոցիալական ծանր վիճակում գտնվելուց ունեն մի քիչ ոնց որ IQ-ի ոնց ասեմ ինտելեկտի պակաս ունեն ու դրա շնորհիվ անում են բաներ, որոնք հետագայում ավելի են բարդացնում իրենց կյանքը, չգիտեմ, նույնը այդ կերպարը, որ ես ներկայացրել եմ, ինքը ինչ որ մեկն է, ով երեխեք է ունենում, չգիտակցելով պատասխանատվությունը, հետագայում չմտածելով իրենց ապագայի մասին, այդ ամեն ինչը անում է գումարի համար եւ այլն, իր սովորական առօրյա կարիքները հոգալու համար ուրախանում է դրանից ու իրան թվում է, որ այդ ամեն ինչը լավ է, բայց ես ուզում եմ նման մարդկանց ցույց տամ, քանի որ նման մարդիկ նաև նայում են իմ կոնտենտը, իրանք հասկանան, որ այդ նորմալ չի, այդ ծիծաղալու է ու իրականում չպետք է տենց լինեն ու չգիտեմ, այդ ամեն ինչը կոծկել ուղղակի անիմաստ եմ համարում, էլի։ Իսկ սկզբանե պատկերացնում եք, որ կգա մի շրջան, երբ կթիրախավորվեք։ Դե իրականում ես թիրախավորված չեմ համարում, այդ թիրախավորվել մի հոգի, երկու հոգի, երբ որ նայում ես դիտումները ոնց է գնում այդ վիդեոյի, ասենք լայքերը, հավանումները, շատ մարդիկ դրական գրում են, որ վայ ճիշտ եք անում, որ սենց ցույց եք տալիս որ տենան մարդիկ sense մարդիկ կան, որ հասկանան, որ սխալ է նման մտածելակերպը եւ այլն, ու այդ շատ դրականի կողքին այդ ընդամենը մեկ բացասական կոմենտը ես կարայի ընդհանրապես անդրադարձել չունենայի, ուղղակի չեմ սիրում, որ նույնիսկ այդ մեկի կարծիքն էլ ի վերջո կարծիք է, ասի մի հատ խոսալ դրա մասին, որ ինքն էլ հասկանա իր մեջ, որ այդ սխալ չի։ Թե չէ ես թիրախավորված բացարձակ չեմ համարում, համենայն դեպս մինչև հիմա հələ որ չեմ զգացել։ Եվ ես ունեցել եմ հյուրեր, բլոգերներ, ովքեր կոնտենտային որոշակի նմանություն են ձեր կոնտենտի հետ ունեցել, իրենք կնոջ են մարմնավորել ու իրենք խոստովանել են, որ հայ հասարակության մենթալիտետի հետ դեռ զուգահեռներ չի տարվում, այսինքն դուրում է, որ դրսում տեսնում են, ձեռք են առնում կամ այդ նկարահանումների ընթացքը, եթե հասարակության շրջանում է լինում, հայացքներ, կոմենտներ եւ այլն, ձեր դեպքում ինչպես է։ Չէ, իմ դեպքում բացարձակ չեմ նկատել, որ ինչ-որ, չգիտեմ, սիրել են իմ կերպարները երևի ու մենակ դրական է։ Ես ասում եմ, եթե զգամ մի բանի մեջ բացասականը ավելի շատ է, ես միանգամից դադարում եմ այդ անել, ու եթե զգայի, որ կնոջ կերպարները մարդիկ չեն սիրում, ինչ-որ թիրախավորում են ինձ այդ կերպարների համար, ուղղակի կնոջ կերպարով հանդես չէի գա։ Չէ, մարդիկ շատ նորմալ դրական արձագանքում են, հələ որ կոնկրետ իմ պահով չի եղել, դրա համար Սիրով շարունակում ենք, որ տեսեք այդ առաջին տեսանյութ տեղադրելուց հետո պատկերացնում եք, որ կգա մի օր, որ կունենաք այն հայտնիությունը, ինչը որ ունեք այսօր։ Դե չէ, իրականում պատրաստ եք։ Դե պատրաստ եմ, ախր ամեն ինչ այնքան արագ եղավ, ես էլ տես չհասկացա ոնց եղավ, հասա, որ ընդամենը մի քանի ամսում հիմա ես արդեն բավական մեծ աուդիտորիա ունեմ, շատ են նայում։ Չգիտեմ, պատրաստ չէի, բայց հիմա ունենք այն ինչ ունենք ու ուրախ եմ, ուղղակի շատ ուրախ եմ, ես հաջողություն եմ համարում այս ամեն ինչը, այն որ ըլնող բանը ըլնում է, էսի հենց այնց բաներ, որ եղավ։ Պետք է լինեն։ Եվ կարծում եմ, որ ինձ հետ համաձայն կլինեք, որ մարդկանց այսօր հուզելը, լացեցնելը ավելի հեշտ է, քան ծիծաղեցնելը։ Եվ կարծում եմ այս պարագայում ավելի բարդ է ձեր կոնտենտը, քան օրինակ սրտաճմլիկ ինչ-որ տեքստերը, մարդկանց հուզելը, ինչքանով է էներգիա խլում այդ սցենարներ գրելը ձեզանից։
Տեսեք, ես մտածում եմ, որ այս պահին մարդկանց համար մեր հասարակությունը գտնվում է այն պահով, որ ունի այդ ուրախության, այդ ծիծաղի կարիքը ու իմ դեպքը այն դեպքն է, որ միանգամից մարդիկ շատ դրական արձագանքեցին այդ ամեն ինչին ու ես չունեի այդ խնդիրը, որ մտածեի, վայ, կարող է բանը, ինչ կոնտենտ ստեղծել։ Միանգամից այդ դրականը ստացան ինձնից, սիրեցին ու շարունակեցի այդ ամեն ինչը։ Ես ուրախանում եմ, որ մարդկանց կարող եմ այս վիճակում ինչ-որ ձև հանել այդ ամեն ինչի մեջից, իրանք կտրվեն թեկուզ ինձ գրում են ինչ լավ է, օրը ընդամենը 2 րոպեով թեկուզ նայում ենք ձեր վիդեոները, միանգամից տրամադրության կտրուկ փոփոխություն ա լինում մեր մոտ ու շնորհակալ ենք դրա համար, այդ ամեն ինչը կարդալով զգում ես, որ կարում ես ինչ-որ լավ բան անես մարդկանց համար, եթե կարում ես ստացվում է, ուրեմն Էտը տենց էր պետք, դու դրա համար ես։ Երբ որ ես ամեն դեպս կարծում եմ, որ եթե նմանատիպ սցենարներ եք գրում, պետք է շատ լինեք այդ հասարակության կենցաղի մարդկանց մեջ, որտեղից են առաջանում, լավ, մեկ-մեկ ես ձեր տեսանյութերի հետ ուզում եմ հասկանալ, որտեղից այդ միտքը։ Տեսեք, ես ապրում եմ այս հասարակության մեջ 24 տարի, ապրել եմ գյուղում, քաղաքում, շփվել եմ լիքը մարդկանց հետ, թե հեռու բարեկամների մեջ եմ տեսել այդ, թե հարևանների մեջ եմ տեսել այդ, ու իմ կերպարները հիմնականում այն կերպարներն են, որոնք կան, բոլորի շրջապատում կան ու տենց միշտ պատահող բաներ է, հեշտ է, իմ համար շատ հեշտ է գտնել ու այդ սցենարները գրել, որովհետև ես այդ հասարակության մաս եմ կազմում։ Իսկ ինչպես է կարողանում այդ ոսկե միջինը պահել։ Օրինակ, շատ են բլոգերներ, ովքեր ներկայացնում են տեսանյութեր, որոնք որոշակի առումով նաև հատում են այդ գրոտեսկային սահմանը, հաշվի առնելով, որ ձեզ հետևում են նաև դեռահասներ, ինչպես է կարողանում պահել այդ ոսկե միջինը։ Ով է ձեր առաջին քննադատ, այսինքն կա ինչ-որ մարդ, ում կարծիքը կարևորում եք, տեսանյութը նկարահանում եք, դուք ինքներդ նայում եք։ Չէ, ուղղակի ինչ նկարեցի, ես մինչև նկարել եմ, այդ ամեն ինչը մի հատ իմ ուղեղում տեսնում եմ։ Ես հələ չմոնտաժված վիճակում, ոնց որ իմ ուղեղը ինձ ցույց տա, ես արդեն գիտեմ, ես մի հատ տենում եմ սկզբից իմ ներսում այդ վիդեոն ու միանգամից սկսում եմ նկարել։ Տենց շատ հեշտ է ստացվում, ոսկե միջինն էլ աշխատում եմ այնց բաներ չանեմ, որ չգիտեմ, վատ բառեր չօգտագործեմ, մանավանդ որ երեխեք են նայում իմ կոնտենտը, չեմ ուզում էլի տենց վատ բաներ լինի, որ ինձնից վատը սովորեն, աշխատում եմ միշտ դրականը պահեմ, ոչ մեկի չթիրախավորեմ, այդ ոչ մեկի չթիրախավորելը հենց թույլ է տալիս, որ այդ ոսկե միջինը պահվի էլի։ Իսկ եղել է, երբ նկարել եք տեսանյութ, հետո ջնջել եք ու չեք հրապարակել։ Չէ, իրականում ինչ նկարում տեղադրում եմ, տենց էլ մնում է։ Իսկ ընտանիքի անդամները ինչպես արձագանքեցին։ Ընտանիքի անդամները սկզբից որ սկսեցի այդ առաջի, երկրորդ, երրորդ վիդեոն գցել, ասում էին կարող է եւ չգիտեմ, չստացվի, լավ չընկալեն եւ այլն, հաստատ դու պատրաստ ես դրան եւ այլն, սկզբից հա, ինչ որ մի քիչ այդ բաները կար խոսակցությունները, բայց հիմա այս պահին իմ ընտանիքի անդամները բոլորով sense մի ամուր պատրաստ դարել են իմ նկարահանող անձնակազմը, ամեն ինչ անում են, որ ոչ մի խնդիր չունենամ, ես այդ պահին, հա, իմ կողքին են, ամեն ինչում աջակցում են։ Կարծում եմ դա էլ ստացված լինելու հետևանքն է։ Հա, շատ կապ ունի էլի այդ ընտանիքը, որ քո կողքին է։ Գևորգ, ձեր ուրախ կերպարներին նայելիս կարծում եմ շատ քչերը կպատկերացնեն, որ դուք 44 օրյա պատերազմին եղել եք ամենաթեժ ու ամենավտանգավոր կետում։ Եղել եք Արցախում եւ եղել եք պատերազմի մասնակից։ Ուզում եմ մտովի վերադառնանք մեր բոլորիս կյանքի այդ դաժան ընթացք։ Դուք նոր էիք զորակոչվել եւ պատերազմը սկսեց։ Հա, ես ընդամենը 1 ամսվա ծառայող էի, ոնց որ օգոստոսի 27-ին գնում եմ 20 թվականի, սեպտեմբերի 27-ին իմ 1 ամիսն է լրանում, այդ օրը իմ համար շատ տոնական օր էր, իմ ծառայության 1 ամիսն էր լրացել, ասենց ոգևորված բոլորից շուտ արթնանում եմ, գնում պատրաստվում եմ, որ մի ամիսն է լրացել էլի ու սկսվում է տագնապը այդ ամեն ինչը, հայտնում եմ, որ պատերազմը, մեկնում ենք առաջնագից ու այդ ամեն ինչը իմ համար ուղղակի շոկ էր, որովհետև ես չէի պատկերացնում ինչա կատարվում ու այդ ամեն ինչը ես
այն մտածելակերպին չէի, ինչ որ հիմա եմ ու պատերազմից հետո եմ, ոնց որ ես րոպեների ժամերի ընթացքում միանգամից շատ տարիներով հասունացա ու մտածելակերպը փոխվեց, երբ որ հայտնվեցի այդ ամեն ինչի մեջ ու չգիտեմ Երևի ավելի շատ գնահատեցիք կյանքը։ Հա իհարկե, երբ որ զգում ես, որ դու ինչ ապրել ես, այն ամեն ինչ են էմոցիաները, ընտանիքդ, գործդ, աշխատանքդ, ուսումդ, այդ ամեն ինչը ընդամենը րոպեների ընթացքում կարա հոդս ցնդի ու ընդամենը 3 րոպեից դու կարաս չլնես, այդ գիտակցումը ստիպում է ավելի գնահատել այն ամեն մանրուքը ու այս կյանքում չգիտեմ ինչ պետքա լինի, որ ես դրանից նեղվեմ։ Հա, նեղվում ես, բայց հասկանում ես, որ այն ամենաթանկ բաները նույնիսկ գալիս է պահ, որ ընդամենը կարա 3 րոպեից այդ չլինի քո կյանքում, սկսում ես գնահատել ու պահել ամեն ինչ։ Ինչ որ շատ պատերազմի մասնակից տղաներից եմ լսել, որ դա ոչ միայն տարիներ մեծացրեց, այլ նաև որոշակի առումով քարացրեց մարդուն, սիրտը։ Այս պարագայում ինչպիսին էր Գևորգը այդ օրերից առաջ եւ ինչպիսին դարձավ հետո։ Այդ օրից առաջ, հա, ես շատ սենց թեթև ապրող մարդ էի, ամեն ինչին այդքան էլ լուրջ չէի նայում, դե չգիտեմ, այդ դեռահասության տարիքը նոր անցած ու միանգամից այդ սթափությունը ոնց որ սառը ցնցուղի նման եկավ ու սենց անցավ այդ պահին կողքովս, հասկացա, ավելի լրջացա, այս կյանքը ավելի սիրեցի, գնահատեցի ու սենց ամեն կերպ փորձում էի պաշտպանել կյանքս ու ոնց որ գայի հասնեի իմ ընտանիքին, տնեցիներին։ Իսկ ինչքան ժամանակ մնացիք պատերազմում։ Հենց 44 օրն էլ մասնակցել եմ, մինչև վերջել ոնց որ պահել ենք, այն ինչ մեզ հանձնված էր պահելու։ Ցավոք սրտի ունենք այն ինչ ունենք։ Իհարկե, ունենք այն ինչ ունենք ու հույս ունենք, որ մի օր ունենանք այն, ինչ ունեինք։ Ուզում եմ խոսել ընտանիքի մասին այդ ընթացքում, հատկապես մայրիկի։ Դե իմ մայրիկը այն տեսակի մարդ է, որ շատ կապված է իմ հետ ու ես գիտեի էլի, որ նույնիսկ մի օր չզանգեմ իրան, ինքը կարա ամեն վատ սցենար իր գլխով անցկացնի ու չէի ուզում, որ ինչ որ տենց պահ լինի, որ այդ կապը կորի իր հետ, ես սենց շատ մարդկանց միջոցով էլ, երբ որ կապի խնդիր էր լինում, ես սենց մի քանի post էնկոմ հասցնում էի, որ ինչ որ ձև կապ հաստատեք մամայի հետ, ասեք, որ իմ հետ ամեն ինչ նորմալ է, վաղը կզանգեմ, մի քանի օրից կզանգեմ, բայց ինքը անպայման ամեն օր ես աշխատում էի, որ ինձնից լուր ունենա, որ իր համար ծանր չլինի, էլի, հանգիստ լինի։ Ու վերադարձի մասին եմ ուզում խոսենք։ Վերադարձակ, իհարկե որոշակի առումով հանգիստ, ուրախ, որ ողջ եք, որովհետև ինչպես նշեցի, 3 րոպեի հարց էր լինել չլինելը, բայց միևնույն ժամանակ անդառնալի ցավով, որովհետև կորցրեցինք բոլորս այն, ինչի ուղղակի բառեր չեմ գտնում այդ մասին խոսելիս։ Ուզում այդ զգացող եւ դրական, որ դուք կաք, որ դուք եկել եք, որ ձեր մայրը ձեզ տեսնում է այդ էմոցիաները եւ միևնույն ժամանակ, որ դուք եւ մենք բոլորս կորցնել ենք ճակատագրական մի կետ։ Հա, մենք այնտեղ էինք ու հատուկ այնտեղ էինք սահմանին էինք մեր երկիրը պահելու համար, ես մեր երկրի մաս եմ համարել միշտ էլ Արցախը ու չգիտեմ, այդ կորուստը իհարկե ծանր էր, սաղիս համար ծանր էր, երբ որ դու հասկանում ես, որ քո կյանքն ես դու պատրաստ տալ այդ պահին, այդ հողի կտորի համար, հիմա ուղղակի այդ հողի կտորը չկա զուտ ինչ-որ, չգիտեմ։ Գևորգ, եւ ստացվեց այնպես, որ խոսում եմ ավելի բարդ շրջանների մասին ձեր կյանքի, ձեր դրդվությամբ ուզում եմ խոսել նաեւ ձեր անձնական կյանքի բարդ շրջանի մասին։ Ամուսնալուծություն, որը իր հերթին ներկայացնում է բարդություն ու կապ չունի, թե մարդ ումից է ամուսնալուծվել, ամուսնալուծությունը ինքնին բարդ շրջան է ու պետք է մարդ ապրի եւ անցնի այդ շրջանը։ Ուզում եմ մի փոքր վերադառնանք ձեր կյանքի այդ շրջան։ Պատմեք, թե ինչպես եղավ այդ որոշումը եւ ինչպես կարողացաք ապրել, հա, ոչ թե տանջվել, խոսքս դրա մասին չի,
դուք ինձ կարծում եմ հասկացաք, որ պետք է ապրել այդ ընթացքում, նոր շարունակել ապրել։ Ինչպես կարողացաք ապրել, դուրս գալ եւ շարունակել ապրել։ Իմ ամուսնալուծությունը տեղի ունեցել շատ արագ ու այն ժամանակ, երբ որ ես ընդհանրապես պատրաստ չէի դրան, ուղղակի սենց օրերից մի օր ճոտ ու այն ինչ որ կար, էլ չկա ընդամենը ժամերի ընթացքում ես ամուսնալուծվել եմ սիրելով ու այդ սերը եղել է մեր երկուսի մեջ էլ զուտ չեմ ուզում մանրամասնել, բայց նենց շատ հասարակ պատճառից, որը իմ համար մտածում եմ, որ չկար այդքան, որ ամեն ինչ հասներ դրան, էլի։ Երկար ժամանակ եք ամուսնացած։ 1 տարի ամուսնացած էի, նենց է թարմ է դեռ ամեն ինչ, ընդամենը 2 ամիս առաջ եմ ամուսնալուծվել։ Այսինքն միգուցե նաև դեռ այս քիչ առաջ նշած բառը ապրում եք։ Դեռ չեք անցել այդ ամենի մեջ։ Դժվար է դու սիրես մի մարդու, ինքը իմ դասարանից է եղել, հետո մոտավոր 6-7 տարի ընկերություն ենք արել, նշանված ենք եղել երկար ժամանակ ու ես իրոք սիրել եմ այդ մարդուն ու ընդամենը այդ ամեն ինչը մոռանալ 2 ամսում, այդ ուղղակի անհնար ու անտրամաբանական է։ Իսկ Գևորգ, չեք կարծում, եթե կա սեր, եթե կա իրական սեր, ապա ոչինչ, առավել ևս կենցաղային խնդիրներն ու մանր հարաբերությունների շեղումները չեն կարող են քանդել։ Դե ես տենց միշտ մտածել եմ, համարել եմ ու համարում եմ, ուղղակի այդ միակողմանի չպետք է լինի, երբ որ այդ երկկողմանի լինի, մենք չենք ունենա այն, ինչ որ այս պահին ունենք։ Իսկ դուք սիրում եք պայքարել առհասարակ, պայքարել այս պահին միգուցե նաև ձեր սիրո համար։ Սիրում եմ պայքարել եմ, բայց երբ որ զգում ես, որ մեկը արդյունք չի տալիս այդ ամեն ինչու, այդ միակողմանի է լինում, այդ ամեն ինչը հիասթափեցնում է նաև թե մարդուց, թե այդ պայքարելու ցանկությունն է քիչ-քիչ սկսում մարել։ Տենց։ Սովորաբար շատ են հյուրընկալվել մարդիկ, ովքեր որ կյանքի անհաջող փորձից հետո կորցնում են վստահությունը, մոռանում են առհասարակ երկրորդ անգամ կյանքը դասավորելու մասին։ Իհարկե շատ վաղ է ձեզ հետ նման թեմայի շուրջ խոսել, սակայն հետաքրքիր է, արդյոք կարողանաք վստահել այլևս, որովհետև տեսեք դուք նշեցիք ձեր կարծես թե ամբողջ կյանքն եք անցկացրել նրա կողքին, դպրոցից սկսած մինչև 24 տարեկան եւ շատ դեպքերում կարծում եմ, եթե կմտածեք, որ եթե սա չստացվեց, ապա ով պետք է լինի, որ ստացվի։ Չէ, մարդիկ տարբեր են, չպետք է տենց ես հիմնվեմ մի հոգու վարվածից, վարքագծից ու մտածեմ, որ չէ մնացածի հետ չի ստացվելու, ժամանակը ցույց կտա, ոչ մի բան չեմ կարող ասեմ, հետոն ինչ կլինի, հուսանք լավ կլինի, չգիտեմ։ Ես այս պահին չեմ մտածում, որ վայ, չէ, բաժանվեցի ու վերջ, իմ կյանքում էլ ոչ մեկ չի կարող լինի, ոչ մեկին չեմ վստահելու, ես նույնիսկ այն հավանական եմ համարում, իմ մեջ ես սիրում եմ իրան ու մտածում եմ, որ կարագան այնց պա, որ էլի միավորվենք, ես այդ, չգիտեմ, սենց անկեղծ ասում եմ, իմ մեջ տենց չարացած չեմ ես իր հանդեպ ամենայն դեպս։ Ես վստահ եմ նա մեզ դիտում է, ու իրականում շատ գովելի է, որ տղան այնքան տղամարդ է լինում, որ հարաբերությունների ավարտից հետո անկեղծ այն էլ հեռուստատեսությամբ հայտարարում է իր սիրո մասին։ Սա ամեն մի տղամարդու բնորոշ չէ։ Երբ որ այդ սերը անկեղծ է ու դու ունես, թաքցնելը իմաստ չունի ու ինքն էլ գիտի, որ սիրում եմ, սիրել եմ, բայց չեմ ուզում, որ այդ սերը անցնի, այդ ժամանակը ոնց որ ասում է, ամեն ինչ փոխում է, չեմ ուզում ժամանակը այնքան անցնի, որ այդ սերը էլ չլինի, բայց այդ էլ լինելու է վաղ թե ուշ, եթե ամեն ինչ սենց էլ մնա։ Իսկ ես կարծում եմ, որ փորձությունները մարդկանց սերը ավելի են ամրացնում եւ Աստված որ սա ձեր կյանքի այն փորձությունը լինի, որ հետագայում ձեր սերը ավելի ամուր դարձնի։ Այսինքն այս փորձությունից հետո, երբ միանանք, արդեն ավելի ամուր։ Չեն կարող ասենք կմիանանք, թե չէ։ Ես պատկերացրեցի ձեր խոսքից հետո։
Դե ես ասում եմ, ես մենակ ոնց որ գրքի մի էջը չպետք է նայես, մյուս էջն էլ պետք է նայես, ես իմ առումով եմ ասում, թե ինչ կրնի հետո կյանքը ցույց կտա, բայց կյանքը չի ավարտվում, կյանքը շարունակվում է ամենայն դեպս, ես պատրաստ եմ ամեն ինչի, այն ինչը կյանքը կմատուցի ինձ։ Շատ լավ Գևորգ, եւ ուզում եմ վերադառնալով արդեն նորից ձեր բլոգերային կյանք, ուզում եմ շեշտել մի փաստ։ Այսօր բլոգերները շատ հաճախ են հայտնվում հեռուստասերիալներում, գեղարվեստական ֆիլմերում եւ այլն։ Դուք նմանատիպ առաջարկ ինչ օրս ունեցել եք։ Չէ, դեռևս չեմ ունեցել, բայց բաց եմ առաջարկների համար, նույնիսկ ես իմ մտքում արդեն իմ սիթքոմը ունեմ, իմ սերիալը ունեմ, ես մտածում եմ, որ կգա պահը, որ ես կունենամ այն աջակցությունը, թե ֆինանսական եւ այլ աջակցություններ, որ ես կկարանամ նկարեմ իմ սիթքոմը, որտեղ կլինեն հենց իմ կերպարները, որոնք սիրել են մարդիկ, շատ սիթքոմներ հիմա sense ֆինանսավորումը ունենում են, բայց հաջողությունը չի լինում, քանի որ այդքան էլ չի սիրվում։ Իսկ եթե մարդիկ մտածեն, որ այս sense սիրված արդեն այս կերպարները կան, արժի հավաքել միտեղ ու sense մատուցել միանգամից, իսկ հիմա մարդիկ կսպասեն, կսիրեն ու բաց եմ առաջարկների համար, ամենայն դեպս ուրախ կլինեմ, եթե նման առաջարկ լինի։ Եվ բլոգերների մրցակցության մասին եւս ուզում եմ խոսենք, դաշտը բաժանված է էլի մի քանի խմբերի, մի մասը մրցակցում է, մեկը մյուսին ձեռք է առնում, մյուս մասն ընկերություն է անում։ Դուք ունեք արդեն ոլորտում ընկերներ։ Ճիշտ ասած, քանի որ նոր եմ ոլորտում, չէ, դեռ տենց շփումներ չունեմ, բայց բոլորին էլ սիրում եմ, գնահատում եմ բոլորի աշխատանքն էլ։ Իսկ բլոգեր, որը ձեզ ոգեշնչել է։ Չէ, որ ասեմ, տես ոգեշնչել է, չէ, զուտ բոլորի կոնտենտներն էլ հետաքրքիր է, ամեն մեկը յուրովի մատուցում է, ստացվում է բոլորի մոտ էլ։ Գևորգ, ուզում եմ իմանալ, թե դուք ինչպես եք վերաբերում անկեղծ բլոգերներին, այսպես չակերտավոր ասեմ անկեղծ բլոգերներին, ովքեր որ ցույց են տալիս այն ամենը, ինչ կատարվում է իրենց կյանքում, լվացվելուց, հագնվելուց, սափրվելուց եւ այլնից սկսած։ Որոշակի առումով կա ինչ-որ մի պատ ըստ ձեզ, որպես բլոգեր, որ պետք է այնուամենայնիվ մարդը պահի, ոչ թե բլոգերը պահի, այլ մարդը պահի հասարակությունից։ Դե ինձ թվում է այդ նայած դու ինչ բլոգ ես վարում, եթե դու վարում ես անկեղծ բլոգ ու քո հետևորդները ունես, այդ բանակը ունես հետևորդների, ում հետաքրքիր է քո անկեղծ բլոգը, շատ նորմալ եմ նայում, եթե մարդկանց հետաքրքիր է, թող անեն։ Շատ նորմալ եմ վերաբերում ես այդ ամենը։ Միևնույն ժամանակ նաև պետք է տվյալ բլոգերը պատրաստ լինի հակառակ կողմին մեդալի, որովհետև դա էլ շատ է քննարկվում եւ միևնույն ժամանակ քննադատ։ Դե ինձ թվում է, եթե ինքը այդ մի բանը անում է, նաև գիտակցում է, որ կլինի այդ ամեն ինչը, եթե գիտակցելով դա անում է, ուրեմն էլի նորից ուժեղ է, որովհետև ամեն մարդ չէ, որ կարող է նման անկեղծ տեսանյութերով կիսվել։ Դե հա, այդ մարդու տեսակից է, այդ մարդը տենց է, օքեյ է իմ համար։ Գևորգ, հաղորդման վերջում ուզում եմ միջեցնել իմ ավանդական հարցը, որն է ձեզ համար բացարձակ արժեք։ Իմ համար բացարձակ արժեք անկեղծությունն է, երբ որ մարդը անկեղծ է լինում, ամեն ինչում կլինի դա աշխատանք, ընտանիք, տղամարդ կանանց հարաբերությունները կլինի, այդ ամեն ինչում երբ որ անկեղծությունը կա, այդ բացարձակ արժեքը իմ համար, չգիտեմ, յուրաքանչյուր տեղ ես կյանքը ինձ ցույց է տվել, որտեղ դու անկեղծ ես, քեզ ընդունում են, հա, շատ տեղեր էլ կարաս հալածանքների ենթարկվես, դու տուժես դրանից, չգնահատվի քո անկեղծությունը, բայց ամենակարևորը մարդ լինի անկեղծ մնացածի հետ իր ներսում ու Աստծո առաջ, որովհետև ի վերջո բոլորս էլ ամենավերջում գնալու ենք Աստծո մոտ ու եթե Աստված զգում է, որ դու մաքուր ես, դա իմ համար բացարձակ արժեք է, մարդ պետք է անկեղծ լինի։ Շնորհակալ եմ Գևորգ գալու համար, վստահ եմ հետաքրքիր զրույց ապահովեցինք, ձեզ նորանոր հաջողություններ եմ մաղթում։ Ես եմ շնորհակալ շատ հրավերի համար, շնորհակալ։ Հաճելի։ Եթերում բացարձակ արժեքներ կհանդիպենք։